մենք հոկտեմբերի 27 տեսած ժողովուրդ ենք։ Սամվել Կարապետյանն էլ սովորական մարդ չի, չգիտեմ, որևէ սպասարկման ոլորտի ռեստորանի տեր կամ որևէ վարսավիրանոցի աշխատող 4 միլիարդ ունեցող մարդ է, որի կապիտալը Ռուսաստանում է, որը շատ լուրջ ազդեցություններ ունի, եւ այդ մարդու ունեցած ձևերը չափից ավելի մեծ են։ Ես կարծում եմ, որ եթե ժամանակին Հայաստանի Հանրապետության իշխանությունները կամ հատուկ ծառայությունները նման տեսակետներ հայտնողների առումով ճիշտ հետևություններ անեին, հոկտեմբերի 27 չէր լինի։ Ես իսկապես մտածում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխության հասնելու տարբերակների առումով ռուսները խտրականություն չունեն եւ իրենք պատրաստ են անգամ ահաբեկչության։ Եվ պատրաստ են այդ ահաբեկչությունը պատվիրել հենց հայերի ձեռքով, որ դա չմնա իրանց վրա։ Եվ այս առումով, ասենք, այն մոտեցումները, ինչ այդ առումով հայտնել են, հայտնի այդ Սամվել Կարապետյանը, թե մեկ ուրիշը, դրանք միանշանակ ստուգման ենթակա են։